Եվրամիությունում 2 տարի առաջ ընդունվեց օրենք, սա ապացույցն է, որ ասում ենք կարգավորումները մարդու իրավունքների չեն հասցնում այս տեխնոլոգիայի հետևից։ Միակ տարածաշրջան է սպայն, որ դրան հասել է ինչ-որ չափով, չնայած շատ քննադատությունների, Եվրոպամիության այդ օրենքն է արհեստական բանականություն, իհարկե այնտեղ սորտավորել են արհեստական բանականությունը ըստ ռիսկայնությունների։ Եվ կենսաչափական հեռավար վերահսկողությունը հանրային ինքը իրանով համարվում է բարձր ռիսկային, ու ընդհանուր կանոնը սա է, որ հանրային վայրում դա պետք է արգելվի։ Ընդհանուր կանոնը արգելքն է, դրանք իրար ինչի դրանք անդրադառնանք ինչի է ասած վատ, էլի մենք ուղղակի չենք վախացնում։ Ինքը ունի լիքը խնդիրներ, ինքը աներևակայելի լծակը տալիս իշխանությանն է։ Իմանալ մարդիկ ուր են, ում հետ են, ինչքան ժամանակ, ինչ տրամադրությամբ, քանի ժամ են ցույցի ժամանակ կանգնում ենք բանին, այս նույն անտիուտոպիական գրքերին, կա այդ նույն էլի հետ եմ գալիս 1984-ին, որտեղ ներկայացնում է, հա, որ on-line հետևում են եւ երբ որ կարդում էի այդ գիրքը, չգիտեմ, գուցե 10 տարի առաջ կամ 15 տարի առաջ դա թվում էր ինչ որ աներևակայելի, հիմա այդ օրերն ենք ապրում, որ on-line քեզ ամեն րոպե լսում են, տեսնում են եւ նույնականացնում են։